Ես ողջունում եմ գործարար ալիքին միացած ունկնդիրներին եւ դիտորդներին, դուք միացել եք 106 եւ 5 հաճախականությանը։ Սա խաղի կանոններ հաղորդաշարն է։ Մենք այս հաղորդում իրականացնում ենք մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի հետ։ Մեր այսօրվա հյուրերը իրավաբանական վարչության վարչական վարույթների եւ դատական ներկայացուցչության բաժնի ավագ իրավաբան Միշել Գալստյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ շուկաների վերլուծության բաժնի պետ Արմինե Հարությունյան։ Բարև ձեզ։ Մենք մեր նախորդ եթերների ժամանակ խոսեցինք ձեր գործունեության 2025 թվականին իրականացրած գործունեության մասին, այն անելիքների մասին, որ պետք է լինեն 2026 թվականին, եւ նաեւ ուզում եմ անդրադառնալ 2025 թվականին իրականացրած ոլորտային ուսումնասիրություններին, թե ոլորտներն եք առանձնացրել եւ ինչու հենց այդ ոլորտները։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Այո, մենք ամեն տարի ամփոփելով տարին հանձնաժողովի ներկայացուցիչները գալիս են եւ պատմում ենք, թե ինչ ոլորտային ուսումնասիրությունների է անդրադարձել նախորդ տարվա ընթացքում հանձնաժողովը եւ ինչ ուսումնասիրություններ է իրականացվել։ Այս տարի եւս շատ հետաքրքիր ուսումնասիրություններ ունենք, դրանցից երկուսի մասին կխոսենք այսօր։ Մեկը դա ստենդների շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրությունն է, որ հանձնաժողովը կատարել է։ Հիշեցնեմ, որ հանձնաժողովը ուսումնասիրություններ իրականացնելուց առաջնորդվում է մի շարք առաջնահերթություններով, այսինքն դիտարկվում է սպառման տեսանկյունից մեծ նշանակություն ունեցող որևէ ապրանք է ընտրվում կամ երկրի ռազմավարությունից ելնելով առաջնահերթություն է ընտրվում կամ որոշակի ազդակներ գոյություն ունեն։ Տվյալ պարագայում որոշակի ազդակներ կար շուկայում գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտների ծառային, որ կորոնար ստենդների շրջանառության ոլորտում գոյություն էր ունեցել կարգավորումների փոփոխություններ, որոնք ազդել էին ոլորտի մրցակցային իրավիճակի վրա։ Եվ այս ամենը հաշվի առնելով հանձնաժողովը հենց որոշեց իրականացնել ուսումնասիրություն կորոնար անոթների ստենդների շրջանառության ոլորտում։ Ինչ վերաբերում է ուղղություններին, նախ որոշեցինք, թե ինչ ուղղություններով պետք է դա իրականացվի, պետք է բացահայտվեն տնտեսվարող սուբյեկտները, պետք է իրացման մատակարարման շղթաները որոշվի, գնագոյացման կառուցվածքը եւ որոշակի եզրահանգումների արդյունքում առաջարկություններ են մշակվում եւ դրանք ներկայացվում են լիազոր մարմիններին։ Շնորհակալություն շատ։ Դուք ձեր խոսքում նշեցիք, որ տնտեսավարող սուբյեկտների կողմից նշվել է ըստ իրենց գնահատման որոշ իրավական կարգավորման ազդեցություն են ունեցել շուկայում մրցակցային իրավիճակի սպառողների շահերի վրա։ Կմանրամասնեք, թե ինչ ազդեցություն եւ ինչ կարելի է ասել առանձնահատկություններ եք նկատել։ Շնորհակալ եմ հարցադրման համար։ Նախ նշեմ, որ ոլորտին առնչվող կարգավորումները բավականին համապարփակ եւ խիստ են ամրագրված։ Դա բխում է նաեւ առողջապահության համաշխարհային կազմակերպության պահանջից, քանի որ ստենդները համարվում են բժշկական արտադրատեսակ, դրանք իրենց բարդությամբ համարվում են D տեսակի արտադրատեսակ, ուստի դրանց կարգավորումները պետք է առավել խիստ եւ համապարփակ լինեն։ Նախ նշեմ, որ կարգավորումների նպատակը վերաբերում է մարդու կյանքին եւ առողջությանը, ինչպես նաեւ միտված է վերջին անվտանգության ապահովմանը եւ շուկա մուտք գործող ապրանքատեսակների որակի պահանջներին համապատասխանությանը։ Ոլորտի ուսումնասիրությունը կարելի ասել իրականացվել է 3 փոխկապակցված շերտերով։ Նախ առաջինը դա բժշկական արտադրատեսակների շրջանառությունն է, երկրորդը բժշկական ծառայությունների մատուցման ոլորտում լիցենզավորման վերաբերելի կարգավորումներն են եւ երրորդը այն հատուկ կարգավորումներն են, որոնք առկա են տվյալ ոլորտում։ Բժշկական արտադրատեսակների շրջանառության մասով կարող ենք նշել, որ դրանք հիմնականում ներմուծվում են եւ ներմուծման համար պարտադիր է տնտեսավարող սուբյեկտների կողմից ներմուծման հավաստագրի ներկայացումը լիազոր մարմնին, ինչ վերաբերում է բժշկական ծառայությունների մատուցման ոլորտում լիցենզավորման վերաբերելի կարգավորումներին, ապա լիցենզավորման մասին օրենքի համաձայն բժշկական ծառայությունների մատուցումը դրանք լիցենզավորման ենթակա գործունեություն են, իսկ անհատ ձեռնարկատերերը եւ իրավաբանական անձինք, որոնք մատուցում են ստենտավորման ծառայություն, պարտադիր լիցենզիա պետք է ունենան տվյալ գործունեությունն իրականացնելուց առաջ։ Ինչ վերաբերում է հատուկ կարգավորումներին, ապա 2023 թվականի օրենսդրական փոփոխություններից հետո պետական բյուջեի միջոցների հաշվին կազմակերպվող ծրագրերի շրջանակում ձեռք բերվող ստենդների պարագայում փոփոխություններ են տեղի ունեցել, որի շրջանակում
տնտեսավարող սուբյեկտները պետական գնումներին մասնակցելու նպատակով պետք է 3 փաստաթուղթ ներկայացնեն։ Առաջինը դա պետք է լինի համապատասխանության հավաստագիր, երկրորդը ծագման սերտիֆիկատ եւ ավտորիզացիոն նամակ։ Ինչպես նաեւ ուսումնասիրության շրջանակում անդրադարձել ենք այն արտոնությունների համակարգին, որը գործում էր տվյալ պահին, սակայն համընդհանուր ապահովագրության ինստիտուտի ներդրման պայմաններում դրանք էական փոփոխությունների են ենթարկվել։ Շատ լավ, քանի որ խոսեցինք իրավական կարգավորումների մասին եւ դուք նաեւ ստենտների ուսումնասիրության արդյունքում ինչ որ կարելի ասել արդյունքներ եք գրանցել, այդ դժվար չէ խոսեք այդ արդյունքների մասին, թե մրցակցային ինչ փուլում են ու առհասարակ ինչ իրավիճակ են։ Իհարկե Ուրեմն գործընկերս ներկայացրեց, թե ինչպես է կարգավորվում եւ ինչ փոփոխություններ են տեղի ունեցել իրավական կարգավորումներում։ Ես ներկայացնեմ, թե առհասարակ ինչ մրցակցային իրավիճակ է տվյալ ոլորտում։ Նախ ուզում եմ ներկայացնել, թե ինչպես է առհասարակ ոլորտային ուսումնասիրությունը տեղի ունենում։ Ոլորտային ուսումնասիրություն իրականացնելիս հանձնաժողովը ընտրում է որևէ ապրանքային շուկա, կոնկրետ տվյալ դեպքում ապրանք, դա մեր համար հանդիսացել է կորոնար ստենտը, ինչպես նշեցի։ Պետք է հասկանայինք, թե կորոնար ստենտների ինչպիսի տեսակներ գոյություն ունեն, ինչ փոխադարձ փոխարինելի ապրանքներ կան, թե ոչ։ Դիտարկումների ընթացքում հանձնաժողովը արձանագրեց, որ առհասարակ գոյություն ունեն կորոնար ստենտների մի քանի տեսակներ, դրանք դեղապատ ստենտներն են, ոչ դեղապատ ստենտներն են, ներծծվող ստենտներն են, մինչդեռ հանձնաժողովը երբ դիտարկեց, թե ինչպիսի շրջանառություն գոյություն ունի հանրապետությունում, հասկացանք, որ դեղապատ ստենտների շրջանառությունը վերջին տարիներին գրեթե դուրս է եկել եւ իսկ ներծծվող ստենտների կիրառությունը բավականին փոքր է, չի գերազանցում 1%-ը, հետեւաբար հանձնաժողովը տվյալ ուսումնասիրությունը ծավալել է դեղապատ ստենտների շուրջ։ Ուրեմն բացահայտել ենք այն տնտեսվարող, ոչ թե բացահայտել ենք, այլ իդենտիֆիկացրել ենք այն տնտեսվարող սուբյեկտներին, որոնք ծավալում են գործունեություն, ներմուծում են իրականացնում, մատակարարումներ են իրականացնում։ Այս ոլորտում ուսումնասիրությունը իրականացնող տնտեսվարող սուբյեկտների թիվը 2022 թվականին 15-ն էին, որոնք 2024 թվականի ընթացքում կրճատվել էր, հասել էր 10-ի։ Այսինքն, այստեղ մեկ արձանագրում, որ տնտեսվարող սուբյեկտների թիվը պակասել է շուկայում, որին անդրադարձ կանեմ, թե պատճառների մասին ավելի ուշ։ Ուրեմն դիտարկեցինք նաև, թե ինչ ծավալների շրջանառություն գոյություն ունի այս ոլորտում։ Ծավալները նշենք, որ 2022 թվականի համեմատ 2024 թվականի դրությամբ որոշակի նվազել էին ներմուծման ծավալները, այնտեղ 27%-ով շուրջ, բայց դա պայմանավորված չէր ստենտների Հայաստանի Հանրապետությունում իրացման կրճատման հանգամանքով, այլ պայմանավորված էր զույգ նրանով, որ 2022-23 թվականների ընթացքում ներմուծման բավականին ծավալներ ներմուծվել էր վերաարտահանման նպատակով։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությունում ստենտների մատակարարումներին, ապա դրանք 9%-ով 24 թվականին աճել էին։ Տնտեսվարող սուբյեկտների մասնաբաժինը դիտարկելիս հանձնաժողովը արձանագրեց, որ 2022 թվականին առաջին խոշոր 3 տնտեսվարողների մասնաբաժինը միասին կազմում էր 50%, իսկ 24 թվականին այն կազմում էր 62%։ Սա խոսում է այն մասին, որ կենտրոնացվածության աստիճանի բարձրացում է տեղի ունեցել։ Մատակարարումները դիտարկելիս մենք այստեղ կարևոր է այն, որ ստենտները մատակարարում են բժշկական կազմակերպություններին, իսկ այդ բժշկական կազմակերպությունները դրանք ձեռք են բերում մի մասը պետական գնումների միջոցով, մյուս մասը ուղիղ գնման միջոցով, եւ պետական գնումների միջոցով ձեռք բերվող ստենտները դրանք ընդհանուր մատակարարման շուրջ 1/3-ն են կազմում, եւ այստեղ կարևորվում է այն, որ փաստորեն ստենտները որպես այդպիսին վերջնական սպառողի կողմից իրացվող ապրանքային շուկա համարելու դեպքում այն բավականին խիստ սահմանափակ է եւ կարելի է ասել, որ այն համարվում է ածանցյալ շուկա ստենտավորման ծառայություններին, այսինքն ստենտը, որ իր վերջնական սպառումը օգտագործումը ունենում է սպառողի կողմից, ստենտավորման ծառայությունը մատուցելիս, որ ինքը առանձին ապրանք սպառողների կողմից հետաքրքրություն չի ներկայացնում։
Դուք նշեցիք, որ ստենդի մատակարարումը դեռևս դրա վերջնական սպառումը չէ, եւ ստենդը որպես ապրանք գնորդին կարելի ասել, հասնում է արդեն ստենդավորման ծառայության մատուցման միջոցով, արդյոք հանձնաժողովը անդրադարձել է ստենդավորման ծառայություններին, արդյոք ուսումնասիրվել է բժշկական կազմակերպությունների կողմից դրանց կիրառումը, օգտակարությունը, վնասը, այսինքն ամեն ինչ դրանց հետ կապված։ Այո, իհարկե, մեր երկրորդ ուսումնասիրությունը, որ հանձնաժողովը իրականացրեց, դա հենց ստենդավորման ծառայությունների ոլորտում էր։ Մինչ այդ նշեմ, որ ստենդների շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքում արձանագրվեց եւ այն փաստը, որ որոշակի մրցակցության սահմանափակվածություն գոյություն ունի ստենդների շրջանառության մասով, զուտ այն մասով, որ ստենդավորման ծառայությունների միջոցով է սպառողը իրականում կատարում իր ստենդի օգտագործումը։ Այսինքն բուժառուները ստենդներ ստանում են ստենդավորման ծառայության միջոցով։ Հայաստանի Հանրապետությունում ստենդավորման ծառայություններ իրականացնում են թվով 14 բժշկական կազմակերպություններ, որոնցից 3-ը մարզերում են, իսկ մնացածը կենտրոնացված են մայրաքաղաքում։ Այստեղ կարևոր է, որ ստենդավորման ծառայությունները առողջապահության նախարարության կողմից մի շարք իրավական ակտերով սահմանման համաձայն բուժառուները որոշ դեպքերում եւ հատուկ խմբերի դեպքերում կարող են այդ ծառայությունը ստանալ պետպատվեր եղանակով եւ ոչ բուժառուի կողմից վճարման եղանակով։ Ընդհանուր ծավալը դիտարկելիս հանձնաժողովը արձանագրեց, որ շուրջ 50% ծառայությունների մատուցվում է հենց պետպատվեր եղանակով բուժառուներին, իսկ մնացած շուրջ 48%-ի չափով բուժառուների կողմից էր վճարումը իրականացվում եւ այստեղ այն առումով, որ ստենդավորման ծառայությունների գինը ինքը որոշ չափով բարձր ծառայություն է համարվում, սպառողների համար դա խոցելի եւ զգալի է դրա վճարումը։ Եվ հանձնաժողովը փորձեց հասկանալ, թե ինչպես է գոյանում առհասարակ ստենդավորման ծառայության գնագոյացումը ինչպես է տեղի ունենում, ուսումնասիրվեց ինչպես աշխատավարձերը, նյութածախսը առանձին հոդվածների, այնպես նաեւ առանձին ածանցյալ ծառայությունները, որը պետք է ստանա բուժառուն, մինչեւ բուն ստենդավորման ծառայություն ստանա։ Շատ ժամանակ սպառողները, երբ ստենդավորում են իրականացնում բուժառուն, երբ ստենդավորման ծառայություն է ստանում, չի պատկերացնում, որ հարակից այլ պարտադիր հետազոտություններ կան, որոնք որ պետք է իրականացվի մինչև բուն ստենդավորման միջամտության իրականացումը։ Եվ այստեղ կարևորել ենք այն հանգամանքը, որ այն դեպքում, երբ բուժառուն ինքն է վճարելու եւ առհասարակ եւ ոչ միայն այդ դեպքերում վճարելու տվյալ ծառայության դիմաց, բուժառուն հստակ պատկերացնի, թե վճարված գումարի եւ ստենդավորման ծառայության գնի մեջ որ հետազոտություններն են մտնում, ինչ է ներառվում, բուժառուն ինչի համար է վճարում, արդյոք հարակից հետազոտությունների վճարները ներառված են գնի մեջ, թե ներառված չեն։ Այս տեսանկյունից կարողացինք այն հանգամանքը, որ սպառողը ավելի տեղեկացված եւ սպառողի համար ավելի հասանելի լինի տվյալ ինֆորմացիան եւ հասկանա, թե որ ծառայության դիմաց որքան է վճարում։ Շատ լավ եւ ամփոփելով մեր զրույցը կցանկանամ խոսեք ուսումնասիրությունների արդյունքում գրանցված կարևոր առանձնահատկությունների մասին, թե ինչեր եք գրանցել եւ թե ինչ նոր առաջարկներ ունեք։ Շնորհակալ եմ հարցադրման համար, ամփոփելով մեր կողմից կատարված ուսումնասիրությունները, կարող ենք նշել, որ նախ եկել ենք հետևել եզրահանգումներին եւ դիտարկումներին, նախ վաճառված ստենդների քանակը Հայաստանի Հանրապետությունում 9%-ով աճել է, միաժամանակ բացասական դինամիկան շուկայում պայմանավորված է եղել վերաարտահանման քանակի կրճատմամբ։ 2020, ինչպես արդեն իսկ նշեցի, 2023 թվականին տեղի ունեցան օրենսդրական փոփոխություններ, որոնք հիմնականում վերաբերում են պետական գնումների շրջանակում տնտեսավարող սուբյեկտների կողմից այդպիսի մրցույթներին եւ գնումներին մասնակցելու նպատակով իրենց համար սահմանված փաստաթղթերի շրջանակին եւ այդ շրջանակի փաստաթղթերի շրջանակը իր մեջ ներառում էր համապատասխանության հավաստագիրը կամ սերտիֆիկատը, ավտորիզացիոն նամակը եւ ծագման սերտիֆիկատը։ Եթե համապատասխանության հավաստագիրը տրամադրվում է լիազոր մարմնի կողմից
կողմից այն պարագայում, երբ հետազոտվում է եւ փաստաթղթային փորձաքննության է ենթարկվում եւ ուսումնասիրվում է, որ վերջինիս փաստաթղթերը համապատասխանում է ռեեստրում ներկայացված փաստաթղթերին եւ կարող է տրամադրվել համապատասխանության հավաստագիրը լիազոր մարմնի կողմից, ապա ավտորիզացիոն նամակը ունի առավել այլ կառուցվածք։ Ավտորիզացիոն նամակը տնտեսավարող սուբյեկտները կարող են ստանալ միայն արտադրողից կամ պաշտոնական ներկայացուցիչ ձեռքբերման պարագայում։ Այսինքն այն պարագայում, երբ նրանք տնտեսավարող սուբյեկտները ձեռք են բերում տվյալ ստենտը միջնորդավորված եղանակով անուղղակի արտադրողից կամ որևէ պաշտոնական ներկայացուցիչ անուղղակի եղանակով, այդ պարագայում ավտորիզացիոն նամակը նրանց չի տրամադրվում, ուստի սա մրցակցային տեսանկյունից կարող է խնդրահարույց լինել։ Նախ կարող է զուգահեռ ներմուծման պարագայում առավելություն է տրվում այն տնտեսավարող սուբյեկտները, զուգահեռ ներմուծման պարագայում տվյալ տնտեսավարող սուբյեկտները հնարավորություն չեն ունենում իրականացնել այն, ինչպես նաև պետական գնումների շրջանակում դրանք չեն կարողանում մասնակցություն ունենալ, քանի որ փաստացի նրանց մոտ բացակայում է ավտորիզացիոն նամակը, մինչդեռ հնարավոր է, որ նրանց կողմից ներկայացվող ստենտը համապատասխանում է բարձր չափանիշների եւ որակի։ Ուստի ավտորիզացիոն նամակի խնդիրը ըստ էության վերաբերում է նրան, որ առանց դրա հնարավոր չէ մասնակցել պետական գնումներին, ինչը կարող է էականորեն սահմանափակել մրցակցությունը, ինչպես նաև կարող է որոշակիորեն ազդել այն հանգամանքի վրա, որ որոշ տնտեսավարող սուբյեկտներ շուկայից դուրս մղվեն եւ փորձեն այլ եղանակներով գտնել այդ ավտորիզացիոն նամակը ստանալ դա, ինչպես նաև սա կարևոր խնդիր կարող է լինել այն դեպքերում, երբ միայն վերաբերում է պետական գնումների շրջանակին, այսինքն այլ մասնավոր դեպքերում վերջիններս այդ պարտավորությունը չունեն ներկայացնելու ավտորիզացիոն նամակը, ուստի սա հանձնաժողովի կողմից դիտարկվել է խնդրահարույց եւ առաջարկվել է ուսումնասիրությունների արդյունքում լուծել է։ Շարունակելով գործընկերոջս խոսքը, ցանկանում եմ լրացնել, որ հանձնաժողովի կողմից ուսումնասիրությունները հիշեցնեն մեր հեռուստադիտողներին եւ ռադիոընկերներին, որ ուսումնասիրությունները հրապարակվում են հանձնաժողովի պաշտոնական կայքում, դրանց հասանելիություն ունեն բոլորը։ Դա կարևոր է ինչպես շահառուներին, մասնավորապես բժշկական կազմակերպությունների համար, այնպես է սպառողների համար, վերջիններս կարող են առավել մանրամասն եւ ավելի ինֆորմացված լինել, կոնկրետ այցելելով հանձնաժողովի կայք եւ մանրամասն ուսումնասիրելով արդյունքները։ Կայք կարող են մուտք գործել competition.am եւ ոլորտային ուսումնասիրություններ բաժնում գտնեն բոլոր ոլորտային ուսումնասիրությունների հրապարակումները։ Կցանկանայի հավելել նաև, որ պրակտիկայի համաձայն մեր ուսումնասիրությունները նաև տրամադրվում է ոլորտը կարգավորող պետական մարմիններին եւ վերջիններիս հետ համագործակցության արդյունքում քննարկումներ են տեղի ունենում ընթացիկ եւ որոշումներ է կայացում, թե ինչ կարելի անել առաջարկների հետ կապված, որոնք կբարելավեն, ել ավելի կբարելավեն ոլորտի մրցակցային իրավիճակը։ Հույս ունեմ այս տեղեկատվությունը կօգնի մեր ունկնդիրներին եւ հիշեցնեմ, որ սա խաղի կանոներ հաղորդաշարն էր, ձեզ հետ Գայ Ասոյանն էր։